որպես փաստական տվյալ։ Բայց հիմա չեմ ուզում վերարտադրել, որտեղ ես իմ աչքով եմ տեսել, ինչպես երիտասարդ երեխաներ այդ բառերը կրկնելով ծիծաղում էին։ Եվ դա դառնում էր նորմալ։ Երբ դպրոցական երեխաները սկսում են այդ բառերով խոսել։ Շատ բարի։ Մյուս հարցի վերաբերյալ քաղաքացիության հետ կապված, ինչպես հայտարարվել էր նշված գործընթացը, մեկնարկել է եւ այդ գործընթացը ընթացքի մեջ է։ Փախանձագին խնդրանք ունեմ ձեզ եւ այլ գործընկերների, միգուցե առիթից օգտվելով նաեւ դիմենք իրավապահ մարմիններին, Սամվել Կարապետյանի խափաման միջոց տնային կալանքը, որը ակնհայտ ապօրինի է եւ տարուց ավելի է մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար է այդ ամենը, կլինի որ փոխվի, այդ ժամանակ ձեր հարցերը բոլոր լուծված կլինեն։ Իսկ թե այս ընթացքում ինչ աստիճան այլ գործողություններ կատարվել են, պարզապես կարծում եմ ողջամիտ է ասելը, որ դրա մեջ կա նաեւ անձնական որոշակի տվյալներ, բայց կարծում եմ շատ հստակ պատասխանեցի ձեր հարցին։ Երրորդ հարցի վերաբերյալ ես մի առիթով հայտարարել էի, թիմի որոշումը ես հարգելու եմ։ Այսքան։ Հաջողվի ձեզ բացահայտել այդ 100,000 քվեների առնցվածը եւ ՔՊ-ին կանգնեցնել փաստի առաջ եւ երկրորդ հարցս Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ ՔՊ-ն դառնա սահմանադրական մեծամասնություն։ Ըստ ձեզ ինչ քայլերի է դիմելու իր նպատակին հասնելու համար, օրինակ կփորձի ընդդիմության շարքերից պատգամավորներ գովանալ։ Ես ճիշտն ասած չէի լսել այդ հայտարարությունը, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, այսինքն ոնց կարելի է նման հայտարարություն անել։ Ինչևէ, նույն հաջողությամբ ոնց կարելի է ատելության խոսք տարածել, ոնց կարելի է վարչական ռեսուրս այդքան չարաշահել, ոնց կարելի է քրեական հետապնդումները որպես զենք օգտագործել քաղաքական պայքարում։ Ինչևէ, այդ ամենը տեսել ենք։ Սահմանադրական դատարանը հենց այս պահին էլ եմ արձանագրում, ունի բոլոր հնարավորությունները նշանակելու, օրինակ, ընտրությունների երկրորդ փուլ։ Պատկերացրեք այս կուտակային բոլոր խնդիրները գնահատելով նշանակի երկրորդ փուլ։ Իդեպ, ես կարծում եմ դրա միայն աջակցություն պետք է ունենա։ Օրինակ, երրորդ անձ ներգրավված քաղաքացիական պայմանագիրը, այդ որ ասում եք սահմանադրական մեծամասնություն, միգուցե հիմա ենթադրում եմ իրենք սահմանադրական դատարանում միանալու են մեր դիրքորոշմանը, որ այո ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Երևի դա ի նկատի ունի, չէ՞, որովհետև հակառակ մնացած բոլոր հնարավոր իրավիճակները կարծես ժողովրդավարության բաստիոնից բխող չեն։ Թե ի վերջո ժամանակն է եկել արձանագրելու, որ Հայաստանում բնավ ժողովրդավարության բաստիոնին հարիր իրավիճակ առկա չէ, այլ սրընթաց դեպի բռնապետության իրավիճակն է։ Նույնը կլինեին, ինչպես կփոխվեին եւ նույն կապված այդ խախտումների, եթե սահմանադրական դատարանը ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու որոշում կայացնի, ուժեղ Հայաստանի ձայները ինչպես կփոխվեն այնպես, կավելանան, կպակասեն, եթե այդ երկրորդ փուլը լինի, ինչպես նաեւ ձեր թիմային Տողան Մելոյանը երեք մի աղմկահարույց հայտարարություն արեց հանրայինի եթերում, ասաց Իրանցը անկլավ է, հիմա դուք եք կարծում, որ Իրանցը անկլավ է, շնորհակալ։ Հերթով փորձեմ պատասխանել ձեր հարցերին։ Արդյոք ընտրական ցենզի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները ողջամիտ են, օրինական են, կարծում եմ ողջամիտ չեն,
օրինական չեն, սահմանադրական չեն։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները կամ պատգամավորները, ովքեր այդ նախագծի հեղինակներն են, լինեն լիարժեք անկեղծ, իրենք կարող են ընտրական նոր ցենզ սահմանել։ Ընտրություններին կարող են մասնակցել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակիցները կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցող կուսակցությունների անդամները, աջակիցները։ Դա կլինի շատ անկեղծ, դա կլինի իրական նպատակի բացահայտումը։ Սա ընդհանուր առմամբ պատասխանս ձեր առաջին հարցին, ինչ վերաբերում է արդյոք նշվածը կապ ունի սահմանադրական դատարանում գործընթացի հետ, թե ոչ, չեմ կարծում եմ այն ավելի այլ նպատակներ է հետապնդում, որոնց վերաբերյալ այս փուլում երևի թե դեռ վաղ է խոսել։ Սահմանադրական դատարանը եթե գտնում է, որ ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, ապա մեր դիմումի բավարարման մասին է դա խոսելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե այդ աստիճան վստահ է իր ուժերի վրա, հանրության վստահության վրա, ապա իրենք ունեն բոլոր հնարավորությունները միանալու մեր հիմնավորումներին։ Թող լինեն նոր ընտրություններ, թող լինի ընտրությունների երկրորդ փուլ։ Բայց դուք խոսում եք մի ուժի մասին, որը վերջին օրերին փորձում է հիմնավորել անհնարինը, որ օրինակ վերաքվեարկություն չպետք է արվեր։ Հարգելիներս, ի վերջո, նույնիսկ ձեր ստեղծած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որպես դիտարկվող անձը, ում վերաբերյալ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասում է վերջինս քաղաքական գործիչ է։ Պատկերացնում եք դիտորդը, որը պետք է լինի անկախ, ԿԸՀ-ի կողմից տրված վկայականի հիման վրա, նույն ԿԸՀ-ն հիմա իրեն լրիվ այլ աչքերով է նայում։ Հիմա ինչի մասին ենք խոսում։ Տիկին Մելոյանի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ մի բան հաշվի առեք։ Ի վերջո նշված հարցի վերաբերյալ վստահ եմ իր պատասխանը կկարողանա տալ, շատ հստակ, կարծես վերջին շրջանում նկատվում է ամեն մի հարցազրույցի շրջանակներում որոշակի մի կոնտեքստ, մի հանգամանք փորձել մի քիչ այլ կերպ ներկայացնել եւ դա որպես վերջնական դիրքորոշում ներկայացնել հանրությանը։ Ես ինքս նշված հատվածը չեմ լսել, այդ իսկ պատճառով հիմա զերծ կմնամ մեկնաբանություն տալուց, բայց վստահ եմ Տիկին Մելոյանը դրա վերաբերյալ առավել քան հստակ պատասխանը կտա։ Որ հարցին չեմ պատասխան։ Ձեր հարցի վերաբերյալ պատասխանը հստակ է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իր քվեով կարտահայտի իր դիրքորոշումը, բայց ժողովրդի կողմից իր իշխանությունը իրացնելու համար սահմանադրությունը մեկ այլ հանգամանքել է երաշխավորում։ Ասում է, որ այդ ամենը պետք է լինի ազատ եւ հավասար պայմաններում։ Ազատ եւ հավասար պայմանները ենթադրում են, որ վարչական ռեսուրս չչարաշահվի, որ ատելության խոսք չտարածվի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ մեկ քրեական գործ հարուցված լինի, որտեղ ոնց որ դեպքերը կային, դուք հաշվի առեք, մթնոլորտը ընտրական։ Մեկ ուժը ապրիլ ամսին կենսաթոշակը բարձրացնում է 10,000 դրամով։ Մեկ այլ ուժի անդամին հեռուստացույցի շուրջ խոսակցության համար հիմա դատում են։ Հեռուստացույց բոլոր կենսաթոշակառուների համար 10,000 դրամ։ Ազատ հավասար պայմաններ ըստ սահմանադրության։